քանի որ սա կայացած փաստ է, որ այո, Ռուսաստանի դերակատարությունը նվազում է, առանց Ռուսաստանի մասնակցությամբ է այս ամենը տեղի ունենալու, բայց Ռուսաստանը այս դեպքում կարող է գոնե ակնկալել ինչ որ տնտեսական օգուտներ ստեղից։ Եվ Հայաստանը ասում է, որ դա շատ հնարավոր է։ Նման հայտարարություն նաև Օվերչուկն էր արել, եթե չեմ սխալվում, որ իրենք պատրաստվում են մասնակից լինել։ Այո, դե, այսինքն հիմա այս իրավիճակում պատկերացրեք, այսինքն դուք չեք կարողացել այնպես անել, որ դուք գրավիչ լինեք, որ ձեր առաջարկները կողմերի համար գրավիչ լինեն։ Եվ արդյունքում դուք ինչը հիմա պետք է ուղղակի վերցնեք եւ հակադրվեք, ինչ եք ստանալու դրա արդյունքում։ Իսկ ինչ կարող են։ Ոչ մի բան։ Իսկ այսպես տնտեսական օգուտներ կարող են ստանալ, այսինքն այդ ճանապարհներից մեկը, հա, կարող են նաև, այսպես ասած, գնալ դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանը առևտրային այդ, այսպես ասած, հա, կոմունիկացիաներից կարող է ուղղակի ֆինանսապես օգտվել եւ բնականաբար դրանով որոշակիորեն նաեւ, այսպես ասած, ապահովել իր մասնակցությունը։ Այսինքն պարզ է, որ Ռուսաստանը այնպես չի, որ ամբողջությամբ լքում է տարածաշրջանը։